Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 3։ Եվ երբ որ թթենիների գլխին գնացքի ձայն լսես, այն ժամանակ շարժիր, որովհետև այն ժամանակ Տերը քո առաջ պիտի դուրս գա, որ փղշտացիների բանակը զարկե։ Երկրորդ Թագավորաց 5-րդ գլուխ 24-րդ խոսք։ Կան Տիրոջ շարժման նշաններ, որոնք պետք է նաև մեզ շարժեն։ Աստծո հոգին փչում է ուր որ կամենա, եւ մենք լսում ենք նրա ձայնը, եւ դա հենց այն ժամանակն է, երբ մենք առավել քան երբևէ պետք է արթուն, զգոն եւ գործուն լինենք։ Պետք է գործածենք այդ հրաշալի հնարավորությունը եւ առավելագույնս օգտվենք դրանից։ Մեր պարտքն է ամեն ժամանակ պատերազմել փղշտացիների դեմ, բայց երբ ինքը Տերը ելնում է մեր առաջից, այն ժամ առավել եւս պետք է քաջարի լինենք պատերազմի մեջ։ Զեփյուրը շարժեց թթենիների գագաթները, եւ Դավիթն ու նրա մարդիկ դա ընդունեցին որպես հարձակման նշան, ու երբ նրանք առաջացան, ինքը Տերը հարվածեց փղշտացիներին։ Օ երանի թե այսօր Տերը մեզ եւս դուր բացի, որպեսզի կարողանանք շատ բարեկամների հետ խոսել նրա մասին։ Եկեք հսկենք, որպեսզի երբ հուսադրող դռներ բացվեն, չկորցնենք հնարավորությունը, այլ օգտվենք դրանից։ Ով գիտե, գուցե սա բարի լուրերի օր է, հոգիներ շահելու մի օրհնյալ ժամանակ։ Ուրեմն մեր ականջը բաց պահենք քամուշը շնջյունը լսելու համար եւ մեր միտքը պատրաստ նշանին հնազանդվելու։ Միթե այս խոստումը այն ժամանակ Տերը քո առաջ պիտի դուրս գա, բավարար խրախուսանք չէ քաջություն ցուցաբերելու համար։ Ուրեմն, քանի որ Տերն է գնում մեր առաջից, մենք իրավունք չունենք ետ կանգնելու։